Ես իմ կոֆեն դրել եմ եռում արդեն, բարի լույս սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք ձեզ զգում, ես իմ առաջի կոֆենով աղառավության ժամերն եմ, բայց հասցրել եմ հավերիս կերակրել, էպեց, տանեմ լեցնեմ, կոֆես խմեմ, հետո գնամ գործեր ունեմ շատ, շարեմ ես մասերի վրա, որ չորանա, եղանակը փոխվել է, մի քիչ ամբեր են հվակվել, բայց սևագնատ չի, ուղղակի պղտորվել է երկինքը, ես էլ սենց փռեմ, որ շուտ չորանա էլի, այս հավերի ուտելու համար չի, յաշիկների համար է, ասի այս փռեմ, նոր տերևը քաղեմ էլի, թե չէ որ սենց իրար վրա կենա կտքանա, հետո կպչանա, հաջորդ օրերին պետք է գամ շուռուման տամ, ես կոմեն կոմանեմ, որ չորանա, ես էլ բերեմ ես մի կուրը, ճանապարհեցի այդ մարդկանցրել հետևորդներ ջան, բայց չէի կարող, որ կադրումներ առեմ, բաներ կա, որ կադրում չենք կարող ներառել ու անցնեմ իմ գործին, ինձ քիչ ժամանակ մնացել, պետք է արագացնեմ, ես էլ տեղում, տեղում մի հատ սենց շրջեմ, Աստեղ դեռ մի քիչ շատ է, կարամ մի քիչ տեսը բերեմ, այս կողքին թռեմ, որ անձրև չկա շատ լավ կլնի, ես էին փուլիկացնեմ, ուրեմն սրել հետևորդներ ջան, քանի որ մոտենում է իմ աշխատանքի գնալու ժամը, բարձրանամ գնամ խաղողի տերևը քաղեմ, տոպրակը հրես ջեբիսա, բայց այդ պահերով ձեզ չմյանամ, քանի որ դե արդեն գիտեք, ոնց է տերևը քաղվում, չնայած ինձ շատ հաճելի կլիներ, որ համ քաղեմ, համ ձեր հետ զրուցեմ, միգուցե ձեր մոտ էլ լավ հիշողություններ կարթնանար, բայց ժամանակը շատ սուղ է, սիրելի հետևորդներ ջան, դե ես թափով սկսեմ, այն կողմից եմ քաղելու, ոտիս ցավը գնալով թեթևանում է, իմ շարժման շնորհիվ, Աստծո հաջողությունով, այն երբ է լծվեց, դե ոչինչ, այսպես և այսպես, ես ինչ լավն է, որ տեսա հարմար չի ներքևից քաղել, գնացել եմ նարդիվանը, բարձրացրել եմ, բերել եմ վերև, հիմա ավելի մոտից, ուզում եմ ցույց տալ այս սիրուններին, տերևները փայլուն, մատխաշ, և իհարկե առատ բերքը, խաղողի ողկույզները կոկոմած են, այս կողմը լրիվ այս տեսքն է, և գեղագիտական հաճույք է, որ ձեզ փոխանցում եմ այս պահին, երկինքը մռայլված է, առայժմ անձրևի կաթիլներ չկա, հույս ունեմ եղանակը լավ կլինի, բերել եմ, որ սառցեղցիկ տեղավորեմ և ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, լավ նստել է ինքն իրենով, և պատկերացրեք այս խաղողի տերևի հոտը տարածվել էր սենյակում, որպեսզի ժամանակ շահենք, կոֆե եփենք, այսպես, կոֆեն չեփեցի, սիրելի հետևորդներ ջան, այդ պահին զանգը ստացա, հետո եկել եմ տնամ հլա հավերս ձվենացել, թե չէ, 1, 2, 3, 4,
Թողքին չկա, հլա մտնենք, ես մի բունը, գնաքշ։ Այ, ես ինչ պահի հասանք, հավիկս ծույ է ածում, բնության հրաշքներից մեկը, Давай. Опа. Ապրիմ հավիկը, խելոքս, այմ խելոք, մի հատը պակասեր, սիրելի հետևորդներ ջան, նրանք վերցրել եմ, ջեբիս եմ դրել, ես էլ վերցնեմ հեսա, ու գնամ տուն, գնացինք, ինձանից ուզեցին էլի 50 հատ, ես մինչև գնալս բերեցի ստեղ, քանի որ մի պահ հենց խոսեցին, որ էլի հաչեիկով, բայց քանի որ ես աշխատանքի եմ գնալու, համ խոսեմ, համ դատարկեմ, որ տանեմ լվանամ, այս անգամ լվացած, ուրեմն, արդեն հաշիվը պարզա, ստեղ 15, ստեղ 30, ջեբիս էլ 5 հատ, մի խոսքով, պետք է լվանամ, սիրել հետևորդներ ջան, ու ինձ հետ աշխատանքի գնալիս, կտանեմ իրենց կտամ, շատ ուրախ եմ, որ մարդիկ ինձ դիմում են և ուզում են իմ հավերի բարիքները անուշանել և պետք է որ ստեղ տեղավորվի 50 հատը, մի հատ ջեբինս հանեմ լավ էլ լիքը տեղավորվեց կշռելու եմ, սիրելի հետևորդներ ջան, չնայած ամեն անգամ ձվերը տարբեր են լինում, մեծ ու փոքր են լինում, ու քաշուկա տարբեր լինի, ուղղակի հետարքիր է, ես խոհանոցում չեմ պահում ձվերը, ցորենի ոճկի մոտ եմ պահում, ես հետ կտանեմ, ուրեմն ես էլ իմ քաղած մի բուրավլուկը, բերել է ես ստեղ միջանցքից, սա իսկական ավելուկն է, որ սենց բարակ, ես է ուզում հիմնականում ցույց տալ, տերևի եզրերը մի քիչ թեթև կանգուրանման ու ինքը սենց սուր, մեղլուկ, սա իսկական ավելուկն է, ինձ ինչ ամնում ձվերը լվանամ, պատրաստ եմ, նախապես ասեմ, որ սարը ջրով եմ լվանալու Քանի որ ինձ հետարքիր է, թե 50 հատում ինչ քաշ ունի, մի հատ կշռեմ 3 կիլոգրամ, սիրելի հետևորդներ ջան, պատկերացնում եք 50 հատուն 3 կիլոգրամ, ես իմ պեզմենտը գրամ քաշում է, քանց թե են որ թվերը ցույց է տալիս, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, արդեն տեղավոր եմ 25, այսպես տոպրակի մեջ, լվացած, մաքուր, Եվ կգնամ աշխատանքի, տեսնեք, եթե անձրև չլինի, կմիանամ իմ գործով, որը այն է, որ պիտի խաղին դեղսերս կեմ։ Չգիտեմ, ինչի սկսեցի մրսել, սիրել հետևորդներ ջան, չայ եմ էփում, էփետ ջուրը և ռոզմարին։ Այս ծաղիկը ռոզմարին, ասիրել է հետևորդներ ջան, միշտ ենքանը շտապելով եմ արել, որ չեմ ասել, ստեղ դե պաթաթեմ, ոյ, վարմա մատերս, չնայած տոքը շատ ադուր գալի, այս պահին մեջ չընկնի, հիմնականը որ սենց պաթաթում եմ, էդ է պատճառը երբեմն, մեկ էլ տեսնում ենք ընկավ մեջը, Անմիջապես գույնը դուրս եկավ, հիմա ձուն որ տարել էի, սուն կասել է իրա տեղը, հացը համետ տոպրակից, ծաղիկ հացն եմ առին այս անգամ, կարմրաթուշիկ, իմ սիրելի հացերից մեկը, առայժում է ստեղ, նաև դեղորայք եմ գնել, սուն կանել է սկոն, ոչ միայն խաղողի համար, այլ նաև Կարտոշկի թփերին սրսկելու համար սիրելի հետևորդներ ջան, չբացեմ մի քանի տեսակ դեղեր են այստեղ, մոտեցնեմ, փակել,
Եվ կարտոշկի թփերին նույնպես պետք է դեղսերը սկեմ, ծաղկել են թփերը, թելը հանեմ, որ հանգիստ վայելեմ, արդեն այս րոպեների ընթացքում գույնը լավ մքվեց, դուրս եկավ։ Մի անգամից գրել եք, որ մուկ թեյը սրտին վնաս է, բայց սիրելի հետևորդներ ջան, երբեմն կարելի է, դրան որ նայենք այնքան վնաս բաներ կա, իսկականից տակը դուր է գալիս, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ուզում հասկանամ մրսելուց պատճառը, չէ՞ որ ամառա, ինչքան էլ անբամած ակամի սառնա, բայց ձմեռվա պես սրսի կա մտել ու մրսում եմ։ Ինձ թվում է, որ թենց արագի մեջ գործերս կազմակերպեցի, միշտ ասել եմ, չէ՞, մենք ենք մեր բժիշկը, վազքով այդ ամեն ինչը, արագությունով գնացել աշխատանքի, ընտեղ իմ աշխատանքները կատարել, հետո իջել եմ այդ տեղագործական ապտեկան, տեղանոտ ապտեկա է դա համարվում, այս տեղորայքները գնել եմ ճանապարհին, հիշեցի, որ պետք է իմ կարտոշկին էլ դեղսերը սկեմ, ու այդ պատճառով տանը չունեի, գնացել եմ, ընտեղ եմ հասել, թափով, բարձրացել, եկել, եւ հիմա պարզ չի, որ մի փոքր նստեմ, արդեն պետք է մրսեմ։ Այս չայը ինձ կօգնի այդ վիճակից դուրս գալ։ Մրսելս կորավ, սիրելի հետևորդներ ջան, չայս խմեցի։ Մի բան մտածեցի, երևի ջերմություն կունենա, ոչ էլ ուզեցի չափեմ ջերմությունս, քանի որ չեմ ուզում հիվանդանալ։ Ես որ հիվանդանամ, բա իմ գործերը։ Ստեղ 3 տեսակի փոշի դեղ է, հեսա։ Խաղողի համար եւ կարտոշկի համար։ Այս մեկը հիմնականում խաղողի համար, սա մի կողմ եմ դնում, եւ այս փոշի դեղերը լցնեմ բանկայի մեջ, մինչեւ ինքը ջրով մի քիչ կփափկի, կխառնվի ջրին, մի քիչ էլ ես կօգնեմ, որ խառնվի, մկրատ չբերի, այ, որ մկրատ բերեի, սենց հեշտ կկտրեի, բայց փորձեմ սենց կտրել, բարակ տոպրակ է, էլի, լցնեմ, այս մեկ, այս տոպրակները առայժմ ջրս տնեմ, քամին չքշի դռնով մեկ անի և հաջորդաբար հովն ընկել է, այս տեղը կապրաս հովի հետ են փչում, արևին չեն փչում, կարևոր նենա անձրև չեկա և հով եղանակի համար է նախատեսված, այսպես ստացվեց։ Ջեբով շորեր շատ եմ սիրում, ամեն պահ էլ պետք է գալիս։ Ինչ է վերջի հատիկը, սրանք թունավոր դեղեր չեն, սիրել հետևորդներ ջան, դիմակ չեմ դրել, ձեռնոտ չեմ հագել։ Այս էլ բացեմ։ Տհաճ հոտեր չի գալի, թեթևակի դեղի հոտ է գալիս։ Այ կարող է սրանից տհաճ հոտ գա, այս մի դեղն ինձ անծանոթ է, հազիվ գնացել էի խաղողի վազի մասին, որ խոսեցի, ասեց սա սնուցողն է, ոչ մի անգամ սրանից չեմ սրսկել իմ խաղողի վազերին, ու հիմա կտեսնեմ, թե ինչպես է սնուցում։ Ցույց տվեց տեսակ, որ ողկույզները կոկոմած է և ճիշտ ժամանակն է սրսկելու։ Այսի կապճանման է ինչ-որ և էլի տհաճ հոտ չկա։ Այսպես փոշի։ Մի հատ է սենց։ Քանի որ ջուրը բերել եմ, լցնեմ։ Հետո գնամ այդ գործիքը ջուր լցնեմ, 10 լիտր ջուր պետք է լցնեմ։ Սիմիջկան սրան մոտ չի գալի և ազատ կարող եմ ստեղ թողնել։ Ու գնամ ջուր լցնեմ այդ գործիքը։ Ջուրը լցրել եմ բերել, ես էլ մի քիչ խառնել եմ, ջուր եմ ավելացրել։ Այս մեկը դեռ չեմ բացել։
Մի հատ էլ խառնեմ սա։ Լավ խառնվել է։ Ու լցնեմ։ Զգուշորեն։ Շատ լավ է։ Վերջի մի լիտրը վաղողեմ ես բանկան։ Մի քանի անգամ պետք է ողողեմ։ Այդպես։ Ու արդեն այս տեղը բացեմ, լատենանք հոտը ոնց է։ Քիչ հեռու պահեմ իցանից։ Անծանոթ տեղը, ինչքան էլ որ սնուցման է։ Տհաճ հոտ չկա։ Լավ է։ Ես էլ լցնեմ։ Այդքան քիչ տեղը, այսքան մեծ ամանի մեջ։ Էլի ողողեմ։ Այսքան դեղին սիրել հետևորդներ ջան։ 680 դրամ եմ տվել։ Համ լավ խաղողի բերք կունենան, համ էլ կարտոշկեն։ Եվ թույլ է տրվում, որ այս բոլոր դեղերը, թե կարտոշկի, թե խաղողի վազի, միախառնենք և սրսկենք։ Այսպես, այսքան ջուրն էլ լցնեմ, հետո ստեղ էլ էլի վերցնեմ մաքրեմ շուրջս, ջևիցս հանեմ այդ տոպրակները և սկսեմ սրսկել։ Սոխակներս նոր կսկսեն երգել, ժամը 6-ն անցա։ Խաղողի վազերը սրսկեցի, եկել եմ նոր կարտոշկեն սրսկեմ։ Եթե նկատում եք, երկու գույնից է, վերևը բաց գույն է, ներքևը մուգ գույն է, թփերը, կարտոշկի մերերը։ Ներքևինը նույնիսկ ծաղկել առատորեն, մոտեցնեմ։ Ոնց որ ծաղկանոցելն է այսքան տեղը։ Չնայած ինչ եմ ասում, ամբողջ փախչեն է։ Ծաղկանոցի նման, ոնց եք ասում, դրախտի մեջ եմ ապրում և իսկապես, սիրելի հետևորդներ ջան, դուք չեք սխալվում, ես ուղղակի դրախտում եմ ապրում, դրախտը էլ որն է, լա մի հատ նայեք էլի, հրաշալի, շուտով արևը մայր կմտնի, մեր մոտից անցել արդեն դեպի արևամուտ է գնում, մեր կուրը շվակ է ընկել, ճիշտ ժամանակին հասցրեցի, թե խաղողի վազերի սրսկումը և թե կարտոշկի մերերի սրսկումը։ Կարալյոկիս ծառերը լավ տերևակալվել են, մի օր էլ դացից կտա մոտիկից, թե ոնց է կոկոմները արդեն լավ երևում, թուզը արդեն խոշորացել է հագին, խոտով լցվել ամբողջ բաղչես հնձելու է։ Ես գործիքը բերի եկա։ Ընտիրություն, լայս իչքան են բոյովացել, որ մտնեմ իրանց մեջ, ինձ կծացկեն, բայց չեմ մտնում, քանի որ իմ գործիքը շատ ընտիր է և մինչև 5 մետր դեղը սրսկում է, սիրելի հետևորդներ ջան, միացնեմ ստեղից, մի հատ էլ ես հետոս խաղողի վազերը, որ սրսկեցի, ահագին թեթևացել է, հիմա սա կսկսեմ, նախքանը սկսելս ուզում եմ ասել, որ դուք էլ իմ նման ակտիվ եղեք, տեսա, որ ինչքան շատ գործերի մեջ եղա, նույնիսկ, որ եկա տուն արդեն երեկոյան ժամերին աշխատանքից հետո, որ մոտս հենց դող էր սկսվել, չայ խմեցի, տրամադրվեցի, նոր էներգիա վերցրի, որ գործերս անեմ, դուք էլ ակտիվ եղեք, առողջ եղեք և ակտիվորեն ձեր գործերն արեք, սիրելի հետևորդներ ջան, և իհարկե չմոռանաք ակտիվ լինել իմ ալիքում, դա ես գործ անեմ, դուք էլ վայելեք։ Ես վերևի մասը գնամ, որ տեսադաշտը լավ լինի ձեզ։ Մի քիչ սենց կամ։ Ես մինչև ուրա հասնում, ասում վերջ։ Այն մասերը մեր կածարկած։
Հիմա էլ գամ ես մի կողքը։ Վերջ։ Այսքան բան։